Եթե այնպես ստացվի, որ դիմադիր ուժերը չստանան այնպիսի մեծամասնություն, որ իշխանություն կազմեն, իսկ Նիկոլ Փաշինյանը ունենա ձեր ձայների կարիքը, դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանի։ Ոչ, բացառում եք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Որտեվ ես Նիկոլ Փաշինյանին հրապարակում, որ բոլորը սպասում էին արդարությանը, սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին, ժողովրդի հետ հրապարակում։ Հիշում եք, թե չեք հիշում։ Ու դրա համար դες քննադատում են, այո, հիշում եք։ Գնացել եմ Մակարյան ջան հրապարակ, Փաշինյանի հետ միասին, ասել եմ, որ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետքա փոփոխություն, որ դուք ում եք ձեր ձայնը տալու, ասել եմ, հիմա եթե YouTube բացեք կա, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որտեղ դեմքերը հետ երեքն էին, թե Նիկոլ Փաշինյան, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան, ասեմ ձեր ցավը տանեմ, ինչե վերջ կանգնում են, Նիկոլ Փաշինյանը ուտում ենք վարչապետ, ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանա ու վերջ, ու ասում էին, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը, մենք եղանք իրանց հետ գործընկեր, նորմալ, մեր մասով դրեցինք, իր ասածները մենք չկատարեցինք, որտեղ դա անընդունելի էր, անմիջապես ինչ որ ասում եմ, դու գնա կարդակ, իմանաս Գարանջան, ու դրեց հրապարակում մեր նախարարին հանեց, ճիշտ է Մակարյան։ Հոկտեմբերի 2-ին էր կարծեմ։ Իրա ցավն եք տանեմ, հանեց, այսօր մենք պատասխանատու չենք, չէ՞ ղացի համար։ Բայց մի փոխվարչապետ ունեք, որ ձեր քվոտայով էր մհերը։ Փոխվարչապետը դա կուսակցական չի եղել, անկուսակցական, պրոստը գնահատել եմ իր խելքը, իր ամեն ինչը աշխատանքը Հիմա գոհեք ոնց եք մտածում որ ինքը մնաց շարունակեց մնալ Դե մանա շարունակեց մնալ որ վատնել վաղուց անել էին ցավը տամ դա անհրաժեշտ էր քանի որ կուսակցական չէր մնացել եք Փաշինյանի հետ որևէ համագործակցություն ընտրություններից հետո Լավ քեզ Գարանի ջան ցավը տանեմ էլի քեզ հարգում եմ քեզ մի հատ հարց տամ մենակ կլնես դու իմ հետ անկեղծ Դե նայած ինչ հարց եք տալիս Բայց դու հայ չես ասում ինչ հարց անկեղծ Ես ինչ հարց պետք է չտամ Նիկոլ Փաշինյանը 8 տարի վարչապետ է Խոսքերա տվել, ասելա, ինչ անելու։ Մինչև այսօր կա իր ասածներից մեկ առածնի։ Ինձ ասա, քու ճակատը չեմ գնամ, արելա։ Որ չի արել, էլ նորից ձեր եմ տալու, որ ինչ անի։ Մի հարցել ես Միրհան Պողոսյանի հետ համագործակցությունը ինչու չստացվեց կներես Ինչ որտեղ ինքը հայտարարեց որ աջակցում ածեց բայց տպավորություն որ պետք է դաշին կազմի ինքը ցուցակում լինի իրենից մարդիկ լինեն իր կուսակցությունից բայց չեղավ Իր ցանկությունն է որ մարդը լիարժեք հայտարարել է իր ցավը տանը բայց ասենք թե հիմա եթե իմ հետ չեն խոսացել մենք դաշին չէ թուղթ չենք ստորել Ձեր չի շփում չի եղել ձեր եւ Միրհան Պողոսյանի կամ Մոսկվայում ձեր օրինակ ներկայացուցիչներ իր հետ հանդիպեն Մենք Մոսկվայում ներկայացուցիչ չունենք Ձեր թիմից մարդիկ իր հետ Ոչ բան Մակարյան, բայց եթե մարդը ցանկացել է, նախընտրել է, որ հույսա կապել մերկուս, ես միայն արդեն երկու չի պայմանավորել Հարա չի կա, հարց տալի ընդամենը հերու կա Եղբայր, ես ես հարգեցի ու ցավը տանեմ, պատասխանեցի, անկես մարդկային զրույց էր, չէ։ Ուղղակի ես այլ ինֆորմացիա ունեի դրա համար, հետաքրքիր հարցի պատասխանեցի, որտես խոսա ինքը ռուսկի տակ, Մոսկվայում կարելի է խոսել կամ Ես իմ հերախոս ես չեմ բամ։ Լավ, մարդ ուղարկեք։ Ո՞զ լավ է։ Այսինքն դու չես հավատում։ Հավատում եմ, բայց այսինքն դժվար չի, չէ՞, ձեր ընկերներից մեկի հերոսով խոսել։ Մենք չենք խոսել։ Կապի դուսկան խոսել։ Մենք չենք խոսել, եղբայր ջան, ոչ մի բան չենք պայմանավորվել։ Հիմնական իմ հետ շատ ասենք թե մարդիկ, ովքեր ասենք տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակադեմիկներ, դոկտորներ, պրոֆեսորներ, տնտեսագետներ, որ հիմնական զգալով, որ կարող են կազմակերպել միասնական ու իրենց նպատակը ոչ թե պաշտոնն է, այլ ասում են մեր համար պետությունն է, ոչ թե մանդատն է, այլ արդյունքն է, որ զգում եմ ես ճիշտ ուղղության վրա ենք, որ մարդիկ այսօր պետք է միասնական լինեն, որ այս վիճակից դուրս գան, Մակարյան ջան Այս է հիմնական Ուղղակի ինձ հերքում են ասում են չէ՞ բան չկա ամեն ինչ լավ է համագործակցելու են դրա համար ես ինֆորմացիա ունեի որ ոնց որ չի ստացվել Քո ինֆորմացիաները պետք է նորից չստացավ Դուք հաստատեցիք հիմա որ Ես ասում եմ ես եթե բան լիներ ոչ չեմ հրաժարվում կասեի